Բարեսելի գորեր եղբայրներ ջան, մենք նորից հարց ունենք, որը ժողովող գրքի 9-րդ գլխի 11-ից 18 համարները եւ այստեղ հարցը մի քիչ յուրահատուկ է, որտեվ այն կապված է հակասության հետ, այսինքն տեսեք, ամեն դեպքում, երբ որ մենք ունենք սխալ էպիստեմոլոգիա, որը նշանակում է մոտեցում դեպի Աստվածաշնչի գրքերին, այդ մեր սխալ մոտեցումը ես հիմա ընդհանուր բառեր եմ ասում, մեր սխալ մոտեցումը ի վերջո կարա բերի նրան, որ մենք Աստվածաշնչյան գրքերի մեջ հակասություն տեսնենք։ Եվ մեր տված հարցը նաև սա է, թե ինչի համար, ասենք ժողովող 9:11-ից մինչև 18-ում այս միտքը զարգացնում, որը կարծես հակասում է նրա զարգացրած մյուս մտքերին։ Ամեն դեպքում տեսեք կարևոր մի սկզբունք։ Երբ որ մենք խոսում ենք Աստվածաշնչի մոտեցման մասին, ինչպես ես արդեն շեշտեցի, էպիստեմոլոգիա, դա տերմինաբանությունն է, որը ես որ օգտագործում եմ, նաև փորձում եմ բացատրեմ, որտեղ ամեն անգամ այս տերմինները հասկանալուց մեզ համար ավելի հեշտ է, ավելի միտքը արագ զարգացնել, որտեղ երբ որ մենք խոսում ենք այլ հասկացողությունով, շատ բառեր ենք օգտագործում, որը կարող է հոգնածնի մարդու, բայց տերմինը ուղղակի մի ամբողջական բովանդակություն մեկ բառով անցնում ենք եւ մարդը արդեն հասկանում է ինչի մասն է խոսքը։ Համար տերմինաբանությունը շատ կարեւոր է աստվածաբանություն ուսումնասիրողների համար կամ աստվածաշունչը նույնիսկ ուսումնասիրողների համար։ Տեսեք, ամեն անգամ, երբ որ մենք մոտենում ենք Աստվածաշնչյան 66 գրքերին, ինչ ենք մեզ շեշտում 66 գիրք, որտեղ կա 77 անկանոն գրքեր, իսկ 66-ը կանոնավոր են, որովհետև անկանոն գրքերը դրանք հրեական ապոկրիֆ գրքերն են, որոնք ինչ որ առումով պարունակում են որոշ մեջբերումներ կանոնավոր գրքերից կամ անունների, ցիտումների մեջբերումներ, սակայն նրանք չեն հանդիսանում Աստծո հոգով տրված անսխալական խոսք, Աստծո բարեական կամքի։ Ինչի՞։ Որովհետև դրանք հրեական մոտեցումներն են, ոչ թե Աստծո հայտնությունով ստացած, այսինքն Սուրբ Հոգին չի տվել ինչ որ մեկի միջոցով այդ գիրքը, այլ հրեաների մոտեցումն է, որտեղ հրեաները նույնպես դինելով մարդ, նույնպես ունեն իրենց մոտեցումը, իրենց երևակայությունից, իրենց պատկերացումից, իրենց հասկացողությունից բխած սկզբունքներ եւ նրանք առասպելական գրքեր են համարվում։ Ճիշտ է, մենք ունենք նաև այդ ապոկրիֆ գրքերի մեջ, օրինակ Մագբայեցիների թուղթը, մենք ունենք պատմական որոշ տեղեկությունների համար գրքեր, այսինքն մենք օգտվում ենք դրանցից, որոշ բաներ մենք նայում ենք, իմաստասիրական Սիրակի գիրքը մյուսը, բայց մենք վստահ ենք, որ դրանք Աստվածաշնչյան Աստծո հոգով չեն գրված։ Սակայն որոշ առումով ուսումնասիրության, աստվածաբանությունը ուսումնասիրելու առումով, օրինակ պատմական առումով Մագբայեցի գիրքը շատ օգտակար է, բայց նորից եմ ասում, մենք պետքա ճիշտ հասկանանք ինչի ենք մոտենում կամ ինչի համար ենք օգտվում այդ գրքերից։ Այստեղ մենք չենք փնտրում Աստծո կամք, պետքա հասկանանք սրա մասին։ Հիմա տեսեք, այսինքն մեզ պետք է ուսումնասիրության համար այդ գրքերը, բայց երբ որ մենք մոտենում ենք 66 գրքերին, կա 66 գրքերի մոտեցման յուրահատկություն, այսինքն առաջի կարևորությունը հերմենևտիկայի օրենքների մեջ նույնիսկ դա ժանրերի հետ հաշվի նստելն է, որտեղ 66 գիրքը մեկ ժանրով չեն տրվել, Աստված իր կամքի հայտնությունը, իր ընդհանուր հատկությունները որպես Աստված, որը արտահայտում է իր փրկության ծրագրի օղակներում, այն չի տվել ուղղակի մեկ ոճի գրքի մեջ, ունի տարբեր ոճային գրքեր, տարբեր ժանրերի գրքեր եւ տարբեր ժանրերը յուրահատուկ կերպով են իրենց այդ ժանրին յուրահատուկ կերպով են արտահայտում ճշմարտությունները։ Դրա համար օրինակի համար, որովհետեւ մենք սա հասկանանք, սա շատ կարևոր է, որովհետեւ եթե սա չկա, կա միստիկական մոտեցում, միստիցիզմ։ Հիշում եք ինչա միստիցիզմը։ Միստիցիզմ, երբ որ անձը ճշմարտությունը չի քաղում Աստվածաշնչից, այլ առավել իր երևակայությունն է աշխատում ճշմարտության աղբյուր որպես, կամ իր պատկերացումը, կամ իր կյանքում փորձառությունը, այն հանդիսանում է ճշմարտության աղբյուր, ոչ թե Աստվածաշունչը։ Ինչի եմ ես ասում, ճիշտ է, մարդը կարա մոտենա Աստվածաշնչին միստիկորեն, այսինքն հաշվի չնստելով ժանրերի հետ, ուղղակի կերպով բոլոր ժանրերի հետ վարվելով նույն կերպով, ինքը արդեն միստիկական մոտեցում ունի, այսինքն հաշվի չի նստում, թե այդ ժանրը ինչպիսի կերպերով է արտահայտում ճշմարտությունը։ Չգիտեմ ինչքանով ես հասանելի խոսեցի, այսինքն սա նույն բանն է, որ նույնպես ինքը իր երևակայություն, Աստվածաշնչի բառերը կարդում է, բայց իր երևակայությունն է մեկնաբանում այդ բառերը նրան։ Իր հասկացողությունն է մեկնաբանում այդ բառերը նրան, որը նորոգված չի Աստվածաշնչյան ուսումնասիրության սկզբունքով ուսուցումով։ Ինքը բոլոր թղթերին նայում է նույն կերպով եւ բոլոր թղթերի մեջ փորձում է գտնի իր սեփական հասկացողությունով ճշմարտություն։
Այսինքն հաշվի չի նստում տվյալ թղթի պատմական կոնտեքստի հետ, հաշվի չի նստում նրա ժանրի հատկությունների կերպերի հետ, ինչպիսի կերպեր այդ ժանրը օգտագործում։ Ինքը ուղղակի ասում։ Օրինակ ես ձեզ մի օրինակ ասեմ, ես մի ծանոթ ունեի, որ խոսում էի հետը, փորձում էի, այս մասին էի խոսում, եւ ինքն ինձ ասեց, ուղղակի էր նայում այդ բառը, ինքն ասեց հավատքի մասին էր խոսքը, ինքն ասեց մեզ այնպիսի հավատք կա պետք, որ սարերը շուռ տանք։ Տեսեք, սարերը շուռ տալ հասկացողությունը ժանրային հատկություն է, այն մետաֆորիկ խոսք է, որը նշանակում է ամեն մի հավատք մեր կյանքից արգելքները կվերցնի։ Սարերը դա հրեայի ընկալումով արգելքներն են։ Հիմա այս անձն ասում է մենք պիտի այնպիսի հավատք ունենք, որ սարեր շուռ տանք, եւ ես այս իհարկե մենք հասկանում ենք, որ սարեր շուռ տալու համար չի մեր հավատք, ինքն ասես չէ, ինչի, մենք պետքա նաեւ սարերը շուռ տանք։ Այսինքն, տեսեք, ինքը չի մոտենում ժանրային ընկալումով այդ խոսքին, այլ ուղղակի է մոտենում։ Եվ իր համար այս անձի ընկալումով, եթե իր հավատքում ինքը չի կարողանում սարերը տեղափոխի, ուրեմն իր հավատքը դեռ ամբողջական չի։ Տեսեք ինչքան է ինքը վնասվում։ Իմ ինչ այլոց, այսինքն այստեղ մենք պետք է հասկանանք նույնիսկ հավատքի մասին խոսալուց Հիսուսը նկատի ունի, որ հավատքով, այսինքն այդ աղոթքը կամ հավատքով մոտեցումը որոշակի արգելքին, այդ արգելքը մեր կյանքից կհեռացնի։ Շատ հաճախ Աստված արգելքները մեր կյանքից չի հեռացնում, այլ մեր հավատքը այդ արգելքների հանդեպ ուրիշ հայացք է արտադրում։ Այսինքն այդ արգելքը Աստված թողում է, բայց մենք արդեն դրան չենք նայում որպես արգելք, այլ նայում ենք Աստծո կողմից որպես շնորհքով տրված մեզ առաջնորդելու նպատակ, այսինքն լծակ ինչ որ մի կերպ։ Ինչպես Պողոս Առաքյալը չի նայում այդ ծակոցին որպես խայթոցին, որ սատանայից տրված էր իրեն, բայց Աստծուց սատանայի ծակոց, չի նայում դրան որպես արգելք, այլ նայում է դրան որպես խոնարհեցնելու միջոց, այսինքն դա նայում է Աստծո շնորհքով մի կարևոր բան։ Իմ շնորհքը քեզ բավարար է։ Այսինքն տեսեք, դա հավատքի հետ է կապված, որքանով է ինքը հավատում Աստծո խոսքին։ Այսինքն երբ որ մենք հավատքի նույնիսկ այդ ուսուցման մեջ ուղղակի ենք ուզում տեսնենք սարեր շուռ տալ այդ բառակապակցությունը, ոչ թե ընկալում ենք, որ դա այդ ժանրի մեջ օգտագործված մետաֆորիկ կերպն է օգտագործված։ Աստվածաշնչում կան տարբեր կերպեր, այդ ժանրը ունի յուրահատուկ կերպեր, մետաֆորիա, ալեգորիա, կա նաև այլաբանական խոսք, կա նաև հիպերբոլ, այսինքն չափազանցության խոսք, երբ որ մի բանը չափազանցության մեծացում է, որպեսզի շեշտադրում անի դրա վրա։ Եվ մենք օրինակ Պողոս Առաքյալը երբ որ ասում է մարդկային լեզվով եթե խոսեմ եւ հրեշտակային, այսինքն ինքը բերում է ամենաբնականից մինչեւ անբնական, գերբնական, այսինքն որը որ չկա նույնիսկ, այսինքն որտեղ հրեշտակները մարդկանց հետ խոսում են մարդկային լեզվով։ Այսինքն հրեշտակային լեզվով նկատի ունի ամենաբնականից մինչեւ անբնականը դա հիպերբոլա է նշանակում։ Կամ ասում է ես ունենայի հավատքը կամ մարգարեություններ ունենայի ամբողջը ճանաչեի, որովհետեւ մեկ ամբողջը ճանաչում է, ոչ։ Տեսնում եք, այսինքն ինքը եկեք այդ հատվածը նայենք, որ տեսեք այդտեղ հիպերբոլա է արված, ուշադիր նայեք։ Տեսեք 13-րդ գլխի առաջի Կորինթացիս առաջին, եթե մարդկանց եւ հրեշտակների լեզու, մարդկանց եւ հրեշտակների, մարդկանց դա նշանակում է բնական, մարդկանց լեզուները բնական է այդ պարգևի մեջ։ Հրեշտակների լեզուներով խոսեմ, ինքն ասում է թե բնականից մինչև ամենավերջ, այսինքն վերցնում է սկզբից մինչև ամենավերջը, ամենավերջ ասելով, այսինքն մի հիպերբոլա, չափազանցություն նույնիսկ ուզում ասի, որը չկա, ինքն ասում է նույնիսկ եթե մարդկանց եւ հրեշտակների լեզվով խոսեմ, բայց սեր չունենամ, ես եղած ձայն հանող պղինց կամ հնչող ծնծղա։ Այսինքն նույնիսկ եթե այդ լեզուներով էլ խոսեմ, մարդկային եւ նույնիսկ հրեշտակային, բայց սեր չունենամ։ Այսինքն նրա նպատակը սերն է, ուզում ասի, որ սկզբից մինչև հիմա հետևից, եւ եթե մարգարեություն ունենամ եւ գիտենամ ամեն խորհուրդներ ով գիտի։ Ոչ ոք, բացի Աստծուց։ Այսինքն դա չի նշանակում, որ մենք ամեն խորհուրդները, այսինքն եթե այստեղ վերցնենք, ասենք հրեշտակային լեզուները իրականում են եւ մենք խոսում ենք հրեշտակային լեզվով, ուրեմն մենք պետք է ամեն խորհուրդներն էլ գիտենանք, բայց մենք գիտենք ամեն խորհուրդ, ոչ, դա ցույց է տալի, որ առաքյալը վերցնում է բնականը եւ հիպերբոլայանում եւ տանում է միջև անբնականը, որը չկա, այսինքն որի խորհուրդը մեզ չի վերաբերվում։ Ինքն ասում է թե նույնիսկ սա էլ լինի, բայց սեր չունենամ, իզուրա։ Այսինքն պետք է հասկանանք առաքյալը ինչ է անում։ Առաքյալի նպատակը ցույց տա, որ դրա վրա, որի վրա որ դուք շեշտ եք դրել եւ դրա մեջ ուզում եք աճեք, նույնիսկ եթե սկզբից մինչեւ չգիտեմ ամենա չափազանցությունն էլ աճեք, բայց սեր չունենաք, իզուրա ձեր այդ աճը։ Սա մասը, եւ եթե մարգարեություն ունենամ եւ գիտենամ ամեն խորհուրդները, ամեն գիտությունը, որը միայն Աստված գիտի, եւ եթե ամեն հավատքը ունենամ, մինչեւ սարերն է տեղափոխելու, բայց սեր չունենամ, ոչինչ եմ, եւ ամեն հավատքը, տեսեք նույնպես բնական է, եւ մինչեւ անգամ սարեր տեղափոխելու, սարերով է տեղափոխել, քանի անգամ Հիսուս Քրիստոսը սարեր տեղափոխեց։ Այսինքն մենք պետք է հասկանանք, այստեղ առաքյալը օգտագործում է ոճաբանություն, այն հիպերբոլա է։
Նամա իր աստվածաբանական թղթի մեջ հիպերբոլա։ Այսինքն եթե մենք ամեն ինչ ուղղակի հասկանանք, կընկնենք, ասենք հրեշտակային լեզուեր կա, ուրեմն մարդը ամեն խորհուրդները կարա գիտենա, Աստծո նման իմաստուն լինի, Աստծուն հավասար իմաստություն ունենա, ուրեմն մարդը կարա իր հավատքով սարերը տեղափոխի, մենք կդառնանք ծայրահեղ սիրելիներ, այսինքն սա Աստվածաշնչի խոսքը չի, մենք դրան մոտենում ենք մարդկորեն։ Այս սա է, մենք հաշվի չենք նստում ոճի հետ, ոճաբանության կամ ժանրի հատկությունների յուրահատկությունների հետ հաշվի չենք նստում։ Եվ ի վերջո մենք կգանք հակասությունների։ Այսինքն նույն ձևով ենք մոտենում աստվածաբանական թղթերին, նույն ձևով կմոտենանք առակած գրքին, ժողովող գրքին, եւ այնտեղ սխալ կլինի։ Օրինակ տեսեք, եթե մարգարեական թղթերի մեջ, մարգարեական ոճի թղթերի մեջ մենք տեսնում ենք ինչ որ մի խոստում Աստծուց, այն ուղղակի Աստծո որոշումն է, որ այդպես պիտի լինի։ Սա ներում, բեկում չկա, սա պիտի լինի, որտեվ մարգարեական թղթերը ուղղակի արտահայտում են Աստծո որոշումը, Աստծո ծրագրի մեջ նրա որոշածը, որը պիտի կատարվի անպայման։ Ինչպես Քրիստոսը շեշտեց, երկին կանցնի, բայց իմ խոսքից մեկ նշանագիր չի անցնի, որ բոլորը չկատարվի, բոլորը կատարվի։ Մեկ նշանագիր ինչի մասն է խոսքը։ Այստեղ ստորակետը չի նույնիսկ։ Ստորակետը ավելի մեծ բան է։ Նշանագիրը դա, այսինքն մի փոքրիկ կետ, որը կարա այդ տառը փոխի, հնչյունը տառի։ Օրինակ ան կարա սարքի է, այդ նույն տառը մի փոքրիկ կետ նրա կողքը դնեք, a կդառնա է կկարդակարդել։ Նույնիսկ ասում եմ դա, եթե չկատարվի։ Այսինքն ամբողջությամբ սա մարգարեական ոճի մեջ ասված է։ Այսինքն մարգարեական խոսքը, որ Աստծո որոշումն է իր փրկության ծրագրում եւ անպայման պիտի կատարվի, բայց առակած գրքում, երբ որ մենք փնտրենք, օրինակ երբ որ առակած յիկն ասում է իմաստունը սոված չի մնա, դա մարգարեական խոսք չի։ Այսինքն դա չի նշանակում, որ որևէ մեկ իմաստուն սոված չի մնալու։ Գալում եք, որտեվ հիմա մեր հատվածում ժողովողի մենք տեսնում ենք, որ նույնիսկ իմաստունը կարա սոված մնա։ Այսինքն դու մենք կտեսնենք իրար հակասում, որտեվ մարգարեական ոճի մեջի ասվածը եւ առակած գրքի միջի ասվածը տարբեր ժանրերի մեջ են ասված, եւ Աստված ճշմարտություն հայտնում է տարբեր ժանրերի յուրահատուկ կերպերով։ Եթե մենք հաշվի չնստենք այդ կերպերի հետ, մենք հակասություն կտեսնենք Աստծո ասածի մեջ։ Աստված չի հակասում իր ասածին, ուղղակի մենք ժանրի հետ հաշվի չենք նստում։ Ինձ թվում է հասկանալի է ինչի մասն է խոսքը։ Հիմա ավելի խորը մենք կանադառնանք։ Դրա համար ես ասացի, կա միստիկական մոտեցում։ Միստիկական մոտեցում այնպես չի, որ մենք Աստվածաշունչը չենք կարդում եւ ուրիշ գրքեր ենք կարդում, փորձում ենք Աստծո կամք որոշել։ Ոչ, կարդում ենք Աստվածաշունչը, բայց միստիկորեն ենք մոտենում։ Այսինքն միստիկորեն նշանակում է ոչ թե ուսումնասիրության հաշվի ենք նստում ժանրային ոճաբանության հետ, նրա յուրահատուկ կերպերի հետ, այլ ուղղակի բոլոր գրքերը նայում ենք մեր հասկացողությունով, մեր ընկալումներով, մարդկային մեր ուղղակի կերպով, բառացի ենք հասկանում ամեն բան։ Եվ այստեղ խնդիր կարա առաջանա։ Հիմա եկեք անդրադառնանք մեր այս ընդհանուր ժողովող 9:11-ին, տեսեք, դարձյալ տեսա արեգակի տակին, որ ընթացքը վազողներինը չէ, եւ ոչ էլ պատերազմը քաջերինը, եւ ոչ էլ հացը իմաստուններինը, եւ ոչ էլ հարստությունը հասկացողներինը, եւ ոչ էլ շնորհքը գիտուններինը, որտեվ ժամանակը եւ դիպված է պատահում ամենքին, որտեվ ժամանակ եւ դիպված է պատահում ամենքին։ Նրա համար, որ մարդս էլ չգիտի իր ժամանակը, ինչպես որ ձուկերը բռնվում են չար ուրկանով, եւ ինչպես որ թռչունները բռնվում են ծուղակի մեջ, նրանց նման էլ բռնվում են մարդկանց որդիները որոգայթի մեջ մի չար ժամանակում, երբ որ հանկարծ ընկնում են նրանց վրա։ Արեգակի տակին այս իմաստությունն էլ տեսա եւ նա ինձ համար մեծ էր։ Մի փոքր քաղաք եւ միջին քիչ ժողովուրդ եւ նրա վրա եկավ մի մեծ թագավոր եւ նրան պաշարեց եւ նրա դեմ մեծամեծ պատնեշներ շինեց, բայց նրանում մի աղքատ իմաստուն գտնվեցավ եւ նա իր իմաստությունով ազատեց քաղաքը, բայց ոչ մի մարդ չհիշեց այն աղքատ մարդին։ Եվ ես ասեցի, իմաստությունը լավ է ուժից, թեև աղքատի իմաստությունը անարգված լինի եւ նրա խոսքին չլսեն, իմաստունների խոսքերը մեղմությամբ լսված լավ է հիմարների վրա իշխողի աղաղակից։ Իմաստությունը լավ է պատերազմական գործիքներից, բայց մեկ մեղավորը շատ բարիքներ կփչացնե։ Եվ նաեւ սրա հետ կապված է մտքի զարգացումը 10-րդ գլխի առաջի համարը։ Մեռած ճանճերը գարշահոտ են անում, եռացնում յուղագործի յուղը կամ թթվեցնում յուղագործի յուղը։ Նույնպես էլ մի քիչ հիմարությունը ավելի ծանր է լինում իմաստությունից եւ փառքից։ Հիմա ես գիտեմ, որ մեր կարդացածի մեջ ուղղակի եթե դուք հիմա մի 10 անգամ էլ կարդաք, ոչինչ չեք հասկանա։ Կհասկանաք այնպես, ինչպես դուք եք ուզում հասկանալ։ Բայց եթե մենք ոչի հետ հաշվի չնստենք, եթե մենք ուղղակի ընդհանուր գրքի
տեղեկությունը չունենանք, ինչի մասին է խոսքը, ինչ տեսանկյունից է գրում Սողոմոնը, հոգևոր մարդու տեսանկյունից է գրում, թե գրում է բնական մարդու տեսանկյունից, ով փորձում է, ինչպես նույնիսկ եմ ասում, բանալի բառ արեգակի տակ, այսինքն այս ֆիզիկական կյանքում, երկրի վրա ինքը չի անդրադառնում հոգևոր կյանքին, չի անդրադառնում երկնքին հավիտենականության, ինքն անդրադառնում է ֆիզիկական կյանքում, դրա համար բանալի բառը մեր հատվածի մեջ արդեն 2 անգամ տեսանք գոնե սա, արեգակի տակ, սա նշանակում է բնական ֆիզիկական կյանքում հեղինակը բնական մարդու տեսանկյունից ում հնարավորություն ատրվե, հարստություն ատրվե եւ կարա ամեն ինչը ճաշակի եւ տեսնի վերջո դրա մեջ կա կյանքի իմաստ թե չէ, փորձում է դա գտնել։ Այսինքն արեգակի տակ ինքը փորձում է բոլոր բաների մեջ կյանքի երևույթները, դա կլինի զվարճությունը, դա կլինի հարստության ձգտումը, դա կլինի աշխատանքը, դա կլինի ընդհանուր իմաստությունը, կյանքում իմաստություն ձեռք բերելը։ Այդ ամեն ինչի մեջ ինքը փորձում է գտնի կա արդյոք կյանքի իմաստ այդ երևույթներից մեկի մեջ, որին կարա իր ամբողջ կյանքը նվիրի, կամ որը նրան կտա երջանկություն ընդհանուր կյանքում, այսինքն կտա նրան գոհունակություն եւ բավարարվածություն կյանքից։ Եվ ասում է ոչ, չկա, եւ սիրագիզմի եզրահանգման է գալի եւ ասում է սա ունայնություն է։ Ունայնություն ըստ հրեային կալումով նշանակում է դատարկություն, բայց ավելի թեթև հասկացողությունով, այսինքն թեթև քաշ չունեցող եթե վերածենք հայկական ընկալման, նշանակում է անարժեք կամ իզուր արված մի բան։ Դրա մեջ չկա այն ինչ որ փնտրում է իմաստունը, այն ինչ որ փնտրում է փնտրողը։ Ուրեմն եթե մենք չհաշվենք թե ինչի համար, դրա համար տեսեք Սողոմոնը, ես չեմ ուզում անդրադառնամ, ես ուզում ընդհանուր հայացք մի հատ ցույց տամ այդ ժողովող գրքին, որտեղ այն իմաստասիրական ժանրի մեջ է գրված։ Այսինքն իմաստասիրական ժանրի մեջ այն մարգարեական սկզբունքներ չի, որ մենք այնտեղ մարգարեական ճշմարտություն փնտրենք։ Այնտեղ Աստված յուրահատուկ կերպով տալիս է ճշմարտությունը եւ ինքն ասում է, որ տեսեք, որովհետեւ ի վերջո այս Սողոմոնը, ով փնտրում է արեգակի տակ, ֆիզիկական կյանքում փնտրում է կյանքի իմաստ առանց Աստծո, ի վերջո գալու է մի եզրակացության, նրա 12-րդ գլխի 13 համարը, որտեղ ասելու է հասկացա, որ մարդու համար ամենակարևոր բանը, ասեցին մարդը ծնված է, որպեսզի Աստծո արժեքային համակարգի մեջ ապրի, նրա պատվիրանները պահի եւ Աստծուց վախենա։ Սա է մարդու համար նրա կյանքի նպատակը։ Այսինքն եթե մարդը Աստծո հետ հաշտություն ունի, կյանքի բոլոր երևույթների մեջ իմաստ կտեսնի եւ կբավարարվի, որտեղ Աստծո հետ հաշտություն ունի, բայց եթե Աստծո հետ հաշտություն չունի, փորձում է կյանքի երևույթների մեջ իրեն բավարարվածություն գտնի, ի վերջո ասելու է բավարարվածություն չկա։ Այսինքն ունայնություն է, դատարկություն է, ունայնության, նույնպես բանալի բառը։ Այսինքն նրա պրպտումները կհանգեցնեն հիասթափության եւ հենց այդպես էլ կատարվում է։ Այսինքն այստեղ փնտրել աստվածաբանական սկզբունքներ սխալ կլինի։ Այստեղ մենք դեմորտև ժողովող գիրքն ասում է մարդը ինչ գիտի, մեռելուց հետո իր հոգին երկին գնում է թե չէ, բայց մենք գիտենք որ աստվածաբանական թղթերում Պողոս առաքյալը ոչ միայն խոսում է երկին գնալու մասին, այլ խոսում է Աստծո արքայության մասին, փառավորյալ մարմինների մասին, այսինքն սրանք նույն ժանրի գրքերը չեն, որ մենք նույն կերպով մոտենանք նույն երկուսին էլ։ Ինձ թվում է հասկանալի եղավ, դրա համար կարան հակասություններ կան եւ ես ուրախ եմ որ այս հարցը տվել են։ Հակասություններ կան, ինչի, հիմա տեսեք ինչ նկատի ունի հեղինակը։ Եթե մենք անդրադառնանք հենց տեսեք 9-րդ գլխի հենց 1-2 համարներում, առաջի եւ երկրորդ համարներում, ճիշտ չի կարելի գիրքը մեջտեղից մեկնաբանել։ Եթե ես խոսեի, առնվազն մի ամիս կտևի, որպեսզի մենք կարողանանք ժողովող գիրք ամբողջությամբ ներկայացնել եւ ի վերջո մեզ հասկանալի դառնա հեղինակի ամբողջական տված ճշմարտություն։ Եվ սա օրհնյալ կլինի, եթե մենք անենք, բայց ժամանակի սղության պատճառով, քանի որ ուզում եմ ուղղակի հարցին պատասխանել, ես ընդհանուր եմ հիմա խոսում, ընդհանուր տեղեկություն եմ տալիս ժողովող գիրքին եւ կանադառնանք մեր հատվածին այդ ընդհանուր տեղեկության օղակներում։ Տեսեք, որտեվ ես այս 9-րդ գլխի առաջի երկու համարը, որտեվ ես այս բոլորը դրի իմ սրտում, որ այս բոլորն էլ քննեմ, արդեն այստեղ երևում է, որ Սողոմոնը իր սրտում ինչ ա դրել, այսինքն ինքը ինչ ա գրում ժողովող գիրքը ժողովող գրքում։ Իր փնտրտուքը, ինչ էր ինքը փնտրում, որտեղ էր ինքը դա փնտրում էր կյանքի իմաստ, ինչի մեջ, արեգակի տակ։ Ֆիզիկական կյանքում առանց Աստծուն ճանաչելու կամ առանց Աստծո հետ հաշվի նստելու ֆիզիկական կյանքի բոլոր երևույթների մեջ փնտրում է կյանքի իմաստ, որպեսզի ասի ինչին կարա իր կյանքը նվիրի եւ կյանքը լինի ի վերջո երջանիկ։ Եվ չի գտնում։ Սա բանալի հասկացողությունն է ժողովող գրքի։ Եթե մենք այս հասկացողության հետ հաշվի չնստենք, ժողովող գրքից վարդապետություններ հանենք, այդ վարդապետությունները կհակասեն աստվածաբանական թղթերին, Պողոս առաքյալի, Պետրոս առաքյալի կհակասեն
Ինչի, որտեվ սա ուրիշ ժանր է, եւ այստեղ ճշմարտությունը այլ կերպ է մեզ տալի Աստված։ Պետք է ճիշտ հասկանանք ինչի նկատի ունեմ։ Տեսեք, որտեվ ես այս բոլորը դրիմ սրտում, որ այս բոլորն էլ քննեմ, որ արդարները եւ իմաստուններն ու նրանց գործերը Աստծո ձեռքին են։ Սերն էլ, ատելությունն էլ չգիտի մարդս, բոլորն էլ իրենից առաջ են։ Բոլորն էլ իրենից առաջ են, իշքեմա չի իմանում դա միայն Աստված գիտի։ Սերն էլ մարդը ի վերջո ասма չգիտի, իրան կատեն, այդ արածի համար թե կսիրեն։ Բոլորն են Աստծո ձեռքին են։ Արդեն կտեսեք արդեն 9-րդ գլխում, որը մոտ է արդեն 12-րդ գլխին, այսինքն եթե առաջի գլխում նայեք, կտեսնեք շատ հակասող մտքեր, բայց արդեն 9-րդ գլխից գոնե 8-ից է սկսում։ Արդեն հեղինակը կամաց մոտենում այն հասկացողության, որ առանց Աստծո հետ հաշվի նստելու, առանց Աստծո հետ հաշտության, առանց երևույթները Աստծո տեսանկյունից նայելու, ի վերջո դրանք դառնում են ունայն, դատարկ, դրանց մեջ չկա երջանկություն։ Այսինքն սա արդեն մտքի զարգացման որոշ փուլ է։ Դրա համար 9-րդ գլխում արդեն առաջի համարում ինքը խոսում արդեն Աստծո մասին։ Եվ ի վերջո, ինքը տեսեք ինչ ասում, օրինակ եթե մենք նայենք վերջաբանը այդ գրքի ժողովրդի, տեսեք, ժողովող արդեն 12-13, ուշադիր նայեք ինչպես է սկսում այս բառը։ Բոլոր խոսքի վախճան լսենք, բոլոր խոսքի, ինչ խոսքի, այս բոլոր ասվածի, այս առաջի գլխից մինչև 12-րդ գլխի ասվածի վախճանը լսենք, վերջը, վախճանաբանությունը լսենք, նրա էսխոտոլոգիան, նրա ի վերջո եզրահանգումը լսենք, եւ ի՞նչն է դա։ Ինքը ինչ էր փնտրում, արեգակի տակ, բոլոր երևույթների մեջ, դա կլինի հաճույքի մեջ, դա կլինի ուրախության մեջ, դա կլինի որդիներ ծնելու մեջ, դա կլինի ընտանիքին նվիրվելու մեջ, դա կլինի աշխատանքին նվիրվելու մեջ, դա կլինի իրանից հետո ինչ-որ մի բան թողա իր որդիների համար դրա մեջ, ամեն ինչի մեջ ինքը նայում է, փնտրում է կյանքի իմաստ եւ ասում է չկա։ Բոլորը ունայն է, այսինքն չի տալի մարդուն գոհունակություն, որտեղ ասում է ինչ իմանամ, ասում է աշխատեցի, սաղ կյանքում կուտակեցի, բայց ասում է չգիտեմ ում եմ թողում, այդ եկողը իմաստուն կվարվի թողած հետ, թե վարի կտասախ։ Այսինքն ունայնություն չգիտի եւ ի վերջո մեր հատվածում մենք տեսնելու ենք, որ այն կապված է կյանքի անորոշության հետ, դա համար ինքն ասում է դա Աստված գիտի։ Այսինքն նա, որ Աստծո հետ հաշտություն ունի, արդեն Աստծո տեսանկյունից է նայում այդ ամեն ինչ, ինքը հասկանում է, որ Աստված ամեն բան չի հայտնել, բայց ամեն բան Աստծո հսկողության տակ է եւ ամեն բան Աստծո կամքի համաձայն է, որքանով էլ ես այն չհասկանամ, այսինքն ինքը արդեն մխիթարվում է այդ սկզբունքով։ Այսինքն Սողոմոնը այլ կերպ է ներկայացնում ճշմարտությունը։ Դրա համար սա շատ կարևոր է, սիրելիներ, եթե մենք հաշվի չնստենք այս սկզբունքի, այս արժեքի հետ, այսինքն այդ գրքի ոճի հետ, որտեղ այդ ոճը ունի յուրահատկություն եւ Աստված իր ճշմարտությունը այդ յուրահատկությունների միջոցով է արտահայտում։ Եթե հաշվի չնստենք, չենք տեսնի այդ ճշմարտությունը։ Հակասություններ կտեսնենք։ Տեսեք հիմա ինչ է ասում 12-ը։ Եվ վերջապես որդյակս նրանով լուսավորվիր, շատ գրքեր շինելը ծայր չունի եւ շատ կարդալը կհոգնեցնե մարմինը, նույնպես ասում շատ իմաստությունով ձեր գրքեր կարդալ, դա չի կյանքի իմաստը, կհոգնես, բոլոր խոսքի վախճանը լսենք։ Հիմա տեսենք իրականում ինչի հանգեց, ինչ գտավ այդ փնտրտուքի մեջ հեղինակը։ Ինքը փնտրում էր արեգակի տակ, բայց ի վերջո գտավ, որ այդ արեգակի տակ բոլոր երևույթները կապված են Աստծո կամքի հետ։ Զամանիկն ասում է հաղթությունը քաջինը չի, այնպես չի որ եթե դու քաջ ես, ուրեմն անպայման հաղթելու ես։ Չի ասում, կարա քաջնել պարտվի։ Ինչի, որովհետև Աստված այնպես արել, որ ոչ թե օրինաչափությունը քո կյանքում աշխատի, որ քաջ եմ, ուրեմն հաղթելու եմ։ Ոչ, այլ Աստծո կամքը աշխատի։ Այսինքն որ դու կախվես Աստծո կամքից, ոչ թե քո կյանքի ընկալումներից, օրինաչափություններից։ Արեգակը այստեղից ցակեց, ուրեմն անպայման պիտի այնտեղ մտնի։ Աստված գիտեք, որ մի օր կանգնեցրեց արեգակը 3 ժամով։ Կանգնեցրեց արեգակը, որպեսզի ցույց տա, որ դա ինչը որ ձեզ համար գրանցվել է բնական օրենք, օրինաչափություն, սկսվեց ուրեմն պիտի այսպես վերջանա։ Դա Աստված, դա Աստծո համար ուղղակի մի շարժ է։ Աստված որոշել է այսպես անել, այսպես է, կորոշի այնպես անել, այնպես կանի։ Դուք դա ձեր համար է օրինաչափություն բնական օրենք։ Աստծո համար դա բնական շարժն է, կուզի այսպես կանի, կուզի այնպես կանի։ Այսինքն, որpիսի մենք կախվենք Աստծո կամքից, ոչ թե մեր կարողությունից եւ մեր կյանքի ընկալումներից, այլ մեր կյանքի ընկալումը ընդգրկի Աստծո տեսանկյունը։ Այդ ժամանակ նոր մենք ամեն ինչի մեջ տեսնենք իրական նպատակը եւ չենք ասի ունայնություն, այլ կգոհանանք եւ կբարարենք այդ երևույթով, որովհետեւ հասկանում եք, որ այդ երևույթի մեջ չի մեր նպատակը, այլ այդ երևույթը Աստված դրել է իր նպատակների համար եւ մենք այդ տեսանկյունից նայելով կբավարարվենք, հասկանանք ինչ անում Աստված դրանով։
Եթե ոչ հակասություններ։ Ուրեմն եկեք վերջապես որդյակս նրա, տեսեք, բոլոր խոսքի վախճանը լսենք, Աստվածանից վախեցիր, սա այս պրպտումների եզրահանգումն է։ Աստծուց վախեցիր, ինչ է նշանակում Աստծուց վախեցիր։ Իմացի, որ Աստծուն ես հաշիվ տալու, իմացի, որ կանգնելու ես Աստծո առաջ եւ Աստված ասելու դու ճիշտ արեցիր, թե սխալ արեցիր։ Այսինքն Աստծուց վախեցիր, նշանակում քո ամեն արածի սկզբում նա ուշադիր եղի։ Աստված ուզի, որ դու դա անես, կամ այդ քո արածը Աստծուն կգոհացնի, թե կբարկացնի։ Աստծուց վախեցիր, ուշադիր նայեք, եւ նրա պատվիրանքները պահի, կամ նրա արժեքային համակարգի մեջ պահի կյանքդ։ Հիմա այստեղ մենք օրենք չենք քարոզում, դու ճիշտ հասկանաք, որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար բնական, եթե մենք վերցնենք բառացի նրա արտահայտությունը ինչ է ասում, սա նշանակում է, որովհետեւ եթե մարդ Աստծուց վախենում է եւ այս արժեքային համակարգի մեջ է, սա այն է, ինչ որ Աստված կուզի։ Բայց առանց Քրիստոսի մենք արդեն գիտենք նոր կտակարանի հայտնությունը, այսինքն ժողովող գիրքը չի խոսում Քրիստոսի մասին, բայց այն Աստծո բարոյական կամքը հայտնում է ժանրին յուրահատուկ կերպերով, ցուցատելի, որ կյանքի իմաստը կապված Աստծո հետ հաշտության հետ, իսկ Աստծո հետ ինչպես հաշտվենք, արդեն թղթերն են ասում, կամ մարգարեական թղթերն ասում, որ Քրիստոսը պիտի գա։ Այսինքն մենք ճիշտ ենք ընկալում արդեն Աստվածաշունչը։ Եվ դրա համար առանց Քրիստոսի հետ հաշտության դուք կյանքի երևույթների մեջ իմաստ չեք գտնի, որը փնտրում են իմիջիայլոց բոլոր աշխարհի մարդիկ, որոնք Աստծո հետ հաշտություն չունեն Քրիստոսով։ Նրանք սա են փնտրում, եւ ի վերջո մեռնելուց հետո կամ վախով են գնում, կամ էլ անիծելով գնում են այս կյանքից, կամ էլ չեն հասցնում ոչ վախենալ, ուղղակի հանգչում են եւ հայտնվում են գիտենք որտեղ արդեն աստվածաբանական թղթերից հայտնվում են դժոխքում, որից լոպտի դատաստան եւ հավիտենական պատիժը։ Տեսեք, սա ուղղակի Սողոմոնը, եթե մենք հաշվի ենք նստում նրա բնության, հիմա սկսենք արդեն անդրադառնանք մեկնաբանենք որոշակի գոնե մեր հատվածը։ Սա ուղղակի Սողոմոնը որպես բնական մարդ, ում Աստծուց տրվել է հարստություն, այսինքն հնարավորություն, կյանքի բոլոր երևույթների մեջ կյանքի իմաստը, ինքն նույնիսկ ասում է, նույնիսկ ինքն ասում է սեռական հարաբերությունների մեջ, ասում է, դրա մեջ էլ ասում է բան չկա։ Բոլոր կանայք ունեցա, շատ կանայք ունեցա, բայց դրա մեջ էլ հաճույք չկա։ Այսինքն չի գտնում դրա մեջ բավարարվածություն։ Այսինքն այդ հնարավորությունը տրվել է, հարստությունը տրվել է, եւ ինքը փորձում է կյանքի այդ ամեն ինչի մեջ իմաստ գտնել։ Ինքը ամենամեծ ճարտարապետն է, Երուսաղեմը շինեց, տաճարը շինեց, հիշում եք, բայց ասում է դրա մեջ էլ բան չկա։ Դամանիք ասում է աշխատանքին աշխատեցի, բայց դա էլ է ունայն ասում է։ Այսինքն դրա մեջ էլ չբավարարվեց։ Տեսեք, ես հիմա կարդամ մեր հատվածը, եւ այս Սողոմոնը, ում տրվել է այդ հնարավորությունը, ինքը արեգակի տակ ֆիզիկական կյանքում փորձում է այդ հնարավորություններով կյանքի բոլոր երևույթները կատարելով փորձառաբար տեսնի դրանք հանդիսանում են կյանքի իմաստ, տալիս են գոհունակություն, բավարարություն, դրանք կտան իրեն երջանիկ կյանք, եւ ասում է ոչ, դատարկություն է, չկա այնինչ փնտրում եմ այդ երևույթների մեջ, բայց առանց Աստծո։ Դամար ի վերջո այս ամենը բերում է այն մտքին, որ ինքը ամեն ինչ տեսնում է Աստծո հետ հաշտության մեջ, Աստծուց վախեցի, նրա պատվիրանները պայի։ Տեսեք ինչ է ասում 14 համարը, որովհետև Աստված ամեն գործ կբերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ, թե բարի, թե չար, ամեն ծածուկ բանի հետ։ Ինչ է նշանակում ծածուկ։ Այդ ծածուկը ումից է ծածկված, Աստծուց։ Ոչ, մեզանից ծածկված բանի հետ։ Երևույթներ կան կյանքում, որ Աստված դրանց նպատակը մեզ չի հայտնել։ Օրինակ, ճանճը ինչի համար է։ Մենք կարանք փիլիսոփայենք, դե փոշոտման համար է, որոշակի առումով վիրուսների տարածման համար է, այս կյանքի ընթացքի մեջ պետք են դրանք, այսինքն հիմա մենք տանք դրանց մեր մարդկային հասկացողությունը, բայց Աստված մեզ ասում է ճանճի նպատակը որն է, ոչ։ Աստված ճանճի մասին խոսելուց Հոբի գրքում միայն ցույց է տալ, թե ինչպես է ինքը ղեկավարում ճանճի կյանքը։ Ասում է, կարաս ճանճին վերցնես, տանես, աշխատացնես, պտտեցնես, նորից բերես իր բուն եւ մեղրով։ Կարաս, այսինքն ինքը ցույց է իր կարողությունը, այդտեղ ցույց չի տալի ճանճի նպատակը։ Այսինքն կա բաներ, որ Աստված մեզ չի հայտնել, դրա համար երկրորդ օրինաց 29:29 ասում է ծածկվածը մեր Աստծուն է վերաբերվում, հայտնվածը մեզ եւ մեր որդին, մեզ ի՞նչն է հայտնված։ Աստծո բարոյական կամքը, այսինքն Աստծո օրենքը եւ այդ բոլոր ժանրային գրքերը, պատմական ժանրը, մարգարեական ժանրը, պոետիկ ժանրը, իմաստասիրական գրքերը, աստվածաբանական ժանրը, պատմական նամակագրական թղթերը, ավետարան, արցակ ավետարանները, դրանք բոլորը ժանրեր ունեն եւ այդ ժանրերը, այդ գրքերը 66 գիրքը տարբեր ժանրերով ունեն իրաց յուրահատկությունը ժանրային ոճաբանության։ Եվ այդ ոճաբանության հետ հաշվի նստելով նոր մենք տեսնում ենք ինչպես է ճշմարտությունը այդտեղ արտահայտվում։ Հիմա անդրադառնանք մեր հատվածին։ Տեսեք,
Մեր հատվածը ինչպես է դարձյալ տեսա, այսինքն սա նշանակում է հա տեսել, հա պրպտել, հա փնտրել, դարձյալ տեսա, արեգակի տակին, որ ընթացքը վազողներինը չէ։ Այսինքն ջանք անելը վազողը դա ջանք անողն է, վազողը, դա մար առաքյալ, սա մենտալիտետը եբրայերեն ենք, ասում ոչ թե վազողից, այլ կամեցողից, Աստծուց, ոչ թե վազողից կամեցողից, այլ Աստծուց, որ ողորմում է։ Այստեղ վազող նշանակում է ջանք անել։ Դարձյալ տեսա, որ արեգակի տակին ընթացքը կամ կյանքի հաջողությունը, այդ ընթացքի հաջողությունը ջանք անողինը չի։ Մենք մտածում ենք, որ ջանք արեց, ամեն ինչ ներդրեց, ի վերջո հաջողություն կլինի, ասում թե տեսա, որ նրանը չի։ Եվ ոչ էլ պատերազմը քաջերին, եւ ասում են, եթե քաջա, ուրեմն կհաղթի, չէ ասում է, պատերազմը քաջերինը չի, այսինքն հաղթանակը։ Եվ ոչ էլ հացը իմաստունին, այսինքն իմաստությունով ճարպիկ, իմաստությունով վարվողը չի, որ սոված չի մնում, կարա նա էլ սոված մնա, դրանը չի ասում, իմաստուններինը չի հացը, կամ ֆիզիկական եւ բարիկները, եւ ի վերջո, եւ ոչ էլ շնորհքը գիտուններինը, եւ ոչ էլ հասկացողությամբ վարվողներինը, այսինքն ճիշտ վարվելով ի վերջո պատիվ ձեռք, ոչ էլ դա ասում, կարող է ճիշտ վարվես, բայց պատիվ ձեռք չբերես։ Լավություն անողի գլուխը ցակա, ժողովուրդը սա ասում, այսինքն ժողովուրդը սա տեսնում։ Եվ ի նկատի ունի, որ բայց մյուս հատվածներում եթե նայեք, ինքը սկսում է գովերքել իմաստությունը։ Ես չեմ ուզում անդրադառնալ, այնքան կարևոր բաներ կա։ Դուք ինքներդ կարաք կարդալ, եւ միջայլոց մեր կենտրոն եկեղեցում մենք ամեն առավոտ ժողովող գրքի ամեն մի հատված խոսում ենք։ Դուք կարաք տալ եւ ժողովող գրքի այդ հատվածը եւ ընդհանուր падգամները կենտրոն եղել։ Ես գովաց չեմ անում, ուղղակի որպեսի ավելի հասանելի լինի, որպեսի ժամանակ չտանք ամբողջ ժողովող գրքին, այնտեղ մենք արդեն մասամբ ամեն կարելի ասել հատված առ հատված եւ նաեւ անդրադառնում ենք ընդհանուր ֆոնին խոսում ենք այդ մասին, կարաք տեսնեք եւ ավելի այս հատվածը ձեզ ավելի ամբողջական արդեն հասկացողություն կտա։ Տեսեք, հեղինակը ուղղակի մեծ հաշվով հեղինակի համար ամեն բան երկրի հանդիսանում ունայնություն, ինչի մեր այս հատվածի մեջ որովհետև, այսինքն ունայնությունը համարվում այդ մարդու համար կամ գրածվում, որովհետև ինքը չի կարողանում այդ ամեն ինչի մեջ տեսնի օրինաչափությունը։ Այսինքն ինքը մտածում է, եթե մինչև այդ միտքը զարգացնում, որ քաջերն են հաղթում պատերազմը, հիմա ասում է եւ տեսա նաեւ դարձյալ, որ քաջերինը չի հաղթանակը։ Կարաս շատ քաջ լինես, բայց պարտվես։ Փամփուշտ ուղագի կապնի քո ճակատին։ Դեռ պատերազմը չսկսած փամփուշտը կպնի ճակատիդ եւ ընկնես։ Ուր մնաց քո քաջությունը։ Վերջ։ Պատերազմը պարտվեցիր։ Այսինքն քաջությունը չի եւ ինքն ասում է, որովհետեւ հետեւից ասում է, որովհետեւ ժամանակ եւ դիպված է պատահում ամենքին։ Այսինքն եւ իմաստուններ կարող աղքատ լինի։ Եվ քաջներ կարող պարտվի, որովհետեւ ժամանակը եւ պատահածը, դիպվածը պատահում է բոլորին։ Այսինքն ինքն ինչ է ուզում ասի, որ տես ասում է մենք կյանքի օրինաչափություն ենք փնտրում, որպեսզի դրա մեջ գտնենք իմաստ։ Եթե այսպես վարվենք, այսպես կլինի։ Ինքն ասում է ոչ, կարող այսպես վարվես վստահելով եւ այդպես չլինի։ Ինչի՞, որովհետեւ Աստված դա հատուկ ծածկել է մարդուց, որպեսզի մարդը կախված լինի ոչ թե օրինաչափությունից, իր կարողությունից, այսպես արեցի, այսպես կլինի, այլ Աստծո կամքից, եթե Աստված կամենա, նոր այդպես կլինի։ Դամար ինքը մի միտք կա զարգացնում մինչև այդ նույնիսկ։ Ասում է, եթե նույնիսկ հաց էլ ունենաս, բայց Աստված չտա օրհնություն, այդ հացը քեզ բավարարվածություն չի տա, այսինքն ախորժակ չես ունենա այն ուտես, որտեղ դա էլ է Աստծուց։ Այսինքն ոչ միայն հացն է տվել Աստված, այլև այդ հաց ուտելու համար ախորժակն էլ է Աստված տալի։ Շատերին Աստված հաց տալիս է, բայց այդ ախորժակը չի տալի։ Կամ դրա հետ հիվանդություն է գալի։ Այդ հացը չի կարող, դեմը դրած ամենաճոխ կերակուրը չի կարողանում ուտի։ Եվ սա կյանքի երևույթ է, ինքը դրա մեջ էլ է փնտրում, ասում է սա էլ է դատար, ամեն ինչ ունի, բայց չունի ուտելու կարողություն։ Էս էլ է ունայնություն, սրա մեջ էլ չկա կյանքի իմաստ։ Այսինքն ինքը սա այդ ոճն է, որի հետ մենք հաշվի ենք նստում եւ օրհնություն ենք ստանում, ճշմարտությունը հասկանում ենք։ Սա շատ կարևոր է։ Դամար ես հենց այնպես չասեցի ոճի հետ պետք է հաշվի նստենք։ Եվ այսօր շատ քարոզիչներ տրորում են այդ ոճաբանությունը, տրորում են ժանրային հասկացողությունը, յուրահատկությունը եւ Աստվածաշնչից ինչ ասես քարոզում են, առակած գրքից մարգարեություն են քարոզում, մարգարեության գրքերից առանք են քարոզում, առանց ընկալելու թե ինչի համար է, ինչ որտեղ Աստված ինչպես է ճշմարտությունը հայտնում։ Հիմա տեսեք, եւ հետագայում ինքն ինչ է ասում է Այսինքն ժամանակ եւ դիպվածը հանդիսանում է մարդու կյանքի որոշիչ, եթե մեկ Աստծո հետ հաշտություն չունի, հաշվի չի նստում Աստծո հետ։ Որտեւ ասում է ժամանակ եւ դիպվածը պատահում է ամենքին, դրա համար ինքն ասում է, որ ընթացքը հաջողությունը ջանքի մեջ չի,
հաղթանակը քաջերինը չի, ապահովությունը ֆիզիկական իմաստուններինը չի, հարստությունը ճարպիկներինը չի, հարգանքը եւ պատիվը շնորհքով վարվողներինը չի, որտեղ ասում է հիմարին էլ նույնը պատահում, իմաստունին էլ նույնը պատահում, այնպես չի որ իմաստություն վարվեց, դա իրեն չպատահեց, ինչի, որպեսզի կյանքը չշինես օրինաչափությունները, իմիջ այլոց օրինաչափությունները հանգեցնում են մարդուն սնոտիապաշտության, իսկ Աստծո հետ հաշվի նստելը հանդիսանում է իմաստուն Աստծո գերիշխանության հետ հաշվի նստելու, Աստծո գերիշխանության հանդեպ տգետ լինելը մարդուն մղում է կռապաշտության կամ սնոտիապաշտության, այսինքն գիտեք ինչ կարող անի, Աստվածաշնչյան հատվածը ոչ թե կարդա եւ այդ հատվածի Սաղամոսած գիրքը ոչ թե կարա կարդա եւ մեջը տեսնի հեղինակի խոնարհվելը, Աստծուն մոտենալը եւ այդ օրինակը վերցնի Աստվածճանաչության, այլ Սաղամոսած թղթից կտրի մկրատով չայի մեջ գցի եւ խմի եւ ասի հիմա ինձ կորտնի Աստված։ Սա եւ կա այսպիսի հավատք։ Սնոտիապաշտություն Աստվածաշունչը չէ լցրե չայիս մեջ։ Ոչ, Աստվածաշունչը տրված չի որ թուղթը ծալես գցես չայիդ մեջ։ Տրված է որ այդ թղթի վրա գրված է հասարակ թանակով, որը որ Աստծո կամքն է հայտնում բառեր հասկացողությունով, քո կյանքում փոփոխություն կատարի, քո կյանքի արժեքային համակարգը տեղափոխի։ Սրա մասին է խոսքը։ Այսինքն կարա տարբեր մոտեցումներ լինի։ Հարցը նա չի որ Աստվածաշնչի հետ չի վարվում, Աստվածաշնչի հետ է վարվում, բայց ինչպես է վարվում, ինչ էպիստեմոլոգիա ունի, ինչ մոտեցում ունի Աստվածաշնչին։ Համար շատերը Աստվածաշնչի, այսինքն այն բառերը, որտեղ խոսքը գնում է օրենքի մասին, որտեղ ուղղակի օրենքը ներկայացնում է որ մարդը մեղավոր է, օրենքի բառերը վերցնում եւ ասում են որ սա արեք եւ ամեն ինչ լավ կլինի։ Ոնց։ Մարդը չի կարա դա անի, որտեղ օրենքը մարդու կարողությունից վեր է։ Դա համար օրենքը մարդուն ցույց չի տալի որ կատարի եւ փրկվի, այլ օրենքը ցույց է տալի որ դու մեղավոր ես, քեզի Քրիստոսի կարիք ունես, շնորհքի կարիք ունես, որ օրենքի գործերով եթե փրկվեն Քրիստոս իզուր էր գալի։ Ուրեմն տեսեք, սրանք կարևոր է, սրանք ժանրի հետ հաշվի նստելու հետ է կապված։ Հետագայում ինքը ինչ ասում 12 համարը։ Նրա համար, որ մարդը չգիտե իր ժամանակը, այսինքն վերևում ինքը ցույց տվեց, որ պատահում է ամենին եւ շատ կարեւոր է հասկանանք, որ դիպվածը եւ ժամանակը բոլորի հետ է պատահում։ Եվ սա Աստված հատուկ ծածկել է, որպեսզի մարդը չկախվի օրինաչափությունից, այլ Աստծո կամքից, որտեղ ամեն բան կարա պատահի մարդուն։ Հիմա նրա համար, որ մարդը չգիտե իր ժամանակը, ինչպես որ ձուկը բռնվում է, հիմա ինքը ցույց է տալի ինչ ի նկատի ունի դիպված եւ ժամանակը։ Բացատրում է, որ ինչպես է ձուկը, լողում է իր համար, հանգիստ եկել հոп, ընկավ ցանցի մեջ, կամ հոп, կարթը իմը մտածում է ինչ համով ворթա ուտեմ, ուտում եւ բռնվում է։ Այսինքն միամիտ իր համար կա մի ժամանակ եւ մի դիպված, պատահար։ Հիմա ասում եմ մարդն էլ է այդպես։ Եվ ցույց է տալիս, ինչպես որ ձուկը բռնվում է չար ուրկանով, եւ ինչպես որ թռչունը բռնվում է որոգայթով կամ ծուղակի մեջ կորեկի հետևից վազելով բռնվում է, ասում եմ նույնպես ուշադրին է, նրանց ծուղակի մեջ նրանց նման էլ բռնվում է մարդկանց որդիները որոգայթի մեջ մի չար ժամանակում, երբ որ հանկարծ ընկնում են նրանց վրա։ Ասում եմ կա մի ժամանակ, որ չար է եւ ընկնում են այդ ժամանակի մեջ։ Ճիշտ է, իմաստուն վարվեցին, սա արեցին, նա արեցին, տրես շինեցին, ամեն ինչ արեցին, ասեցին հիմա իմ անձին կասեմ կեր ու խմի, շատ տարիների համար բարիք ունես եւ Աստված ասում այ հիմա հետ ես գիշեր կյանքդ վերցնում հետ ու մնաց այդ քո արածդ։ Այսինքն ընկնում են մի որոգայթի մեջ, չար ժամանակում, այսինքն մի ժամանակ կա եւ մի դիպված, երբ որ հանկարծ ընկնում են նրանց վրա, եւ մի դիպված, որ հանկարծ ընկնում են նրանց վրա։ Այսինքն առակած հեղինակն ասում է ես տեսա որ կյանքի այս ամեն ինչի մեջ իմաստությունը չկա, այդ ինչ որ անում ես, հաջողությունը, քաջը, ինչի, որովհետև ասում ամենը պատահում է ամենին։ Այսինքն, ահա, սա նշանակում է, որ Աստծո հետ կապված ինչ որ մի բան կա, ոչ թե քաջ լինելու հետ, այլ Աստծո հետ։ Տեսնում եք, դրա համար արդեն աստվածաբանական թղթերում Պողոս Արաքյալն ասում է իմաստուն, բայց մեզ համար Քրիստոսը եղավ իմաստություն, եկեք անդրադառնանք այդ հատվածին։ Տեսեք առաջի Կորինթացիս 1:29 ես 28-ից ընթերցեմ։ Ես եւ աշխարհքից անտողներին եւ անարգվածներին Աստված ընտրեց եւ ոչինչներին ոչ մի բան լինողներին
ոչնչացնել, որ ոչնչացնել մի բան լինողներին ոչնչացնել, այսինքն մարդու կարողությունը գործ չանի այստեղ, որpիսի ոչ մի մարմին չպարծենա նրա առաջին իր կարողությունով, իր օրինաչափությունը գտած լինելով, եւ դուք նրանից եք Հիսուս Քրիստոսումը, մենք Հիսուս Քրիստոսումն ենք, նրանից ենք, որ Աստվածանից մեզ համար եղավ իմաստություն, մեր իմաստությունը Քրիստոսն է, ոչ թե կյանքի օրինաչափություններ ճանաչելը, որ մեզ համար եղավ իմաստություն եւ արդարություն եւ սրբություն եւ փրկություն, որ ինչպես գրված է, նա որ պարծենում է, թող Տերովը պարծենա։ Այսինքն առակած գրքի հեղինակը ի վերջո հանգում է, որ Տերովը պետք պարծենալ, բայց ինչ այդ ինքը պրպտում ասма ինչ իմանամ, մեռնողի հոգին երկինք է գնում, թե շան հոգին է երկինք գնում, չգիտեմ։ Եվ սա չի կարելի վերցնել եւ աստվածաբանական թեզիս օգտագործել, ասել տեսեք մարդը հոգի չունի, ինչպես Յովայի ճակերտավոր վկաները։ Այսինքն տեսեք, սա կարևոր է։ Եվ հիմա Քրիստոսն է մեր համար իմաստություն, Աստծո հետ հաշտությունը ամբողջացնում ամեն ինչ։ Հիմա առակած գրքի հեղինակը նույնն է անում։ Տեսեք, ինքն ասում է, կա մարդու համար դիպված եւ ժամանակ։ Դրա համար ասում է, չենք կարող ասենք, իմաստուն վարվեց ուրեմն լավ է լինելու, որտեղ մի հատ ժամանակ կա, որի մեջ ինքն գրելու եւ ամեն ինչը պատահելու է ինչպես հիմարի համար եղավ։ Տեսեք, այս ամենը, երբ որ արդեն 12-րդ համարում խոսում է, ժամանակը երբ որ հանկարծ ընկնում են վրա, ինքը այս ամենը խոսում է, որի միջոցով հեղինակը ավելի զարգացնում է այն միտքը, որ հող է պատրաստում արդեն 12-13 համարին։ Այսինքն ինքը եթե այս պրպտումները չանի, այս պրպտումներից հետո եզրահանգումները չանի, այն 12-13 համարը, որ Աստծուց վախեցի, նա պատվիրաններ եւ սա է մարդու համար ամեն բան, այդ հասկացողությունը մեզ համար դեր չի խաղա։ Սրանք պիտի մենք հասկանանք, որ սրանց մեջ չկա փնտրումա չկա, ունայնությունա փնտրումա չկա, այս բանի մեջ էլ փնտրեց, այն բանի մեջ էլ չկա, ի վերջո ինքն ասում է ինչի մեջ է մարդու կյանքի նպատակը։ Աստծո հետ հաշտության, նրա պատվիրանները պահելու եւ նրանից վախենալու, այսինքն նրա հետ հաշտ լինելու, որը առանց Քրիստոսի չի լինում։ Հիմա այս առումով հետագայում արդեն 13 համարում ասում է արեգակի տակին այս իմաստությունն էլ տեսա, բայց ուշադիր նայեք, նույն Հիսուս Քրիստոսը օգտագործում է Ղուկաս 21:35-ում օգտագործում է ընդհանրապես այս դիպված հասկացողությունը Քրիստոս այս բառը դիպվածը, բայց խոսքը գնում է Աստծո բարկության մասին եւ անապաշխար կամ Աստծո հետ անհաշտ դինողների վրա, այն ինչպես դիպված է պատահելու։ Նույն սկզբունքով է ասում։ Այսինքն ինչպես այդտեղ Սողոմոնն ասում է, որ դիպված եւ ժամանակը չար պատահում ամեն մարդի, արդեն աստվածաբանական կամ ավետարանական թղթերում Քրիստոսը դա խոսում է անապաշխար ոչ վերստին ծնված բնական մեղավոր մարդու դիպվածի մասին, ասում է բոլորի վրա Աստծո բարկությունը հանկարծակի է գալու, ինչպես որոգայթը։ Եկեք անդրադառնանք այդ հատվածին, տեսեք, ես կընթերցեմ 34-ից, զգուշ կացեք անձերիդ, միգուցե ձեր սրտերը ծանրանան շատակերությունով, տեսեք նույն սկզբունքն է, եւ արբեցությունով, Սողոմոնը շատակերության մեջ էլ իմաստ ընտրեց, ասես ունայնությունա դրա մեջ կյանքի նպես իմաստ չկա, հարբեցության մեջ էլ, ուրախության մեջ էլ, գինին տավ իրան գինուն տվեց, ասեց սրա մեջ էլ չկա, հետո եւ ապրուստի հոգսերով եւ այն օրը հանկարծ հասնեն ձեր վրա։ Մի տրվեք դրան, որ այն օրը հանկարծ հասնի ձեր վրա։ Սա նկատի ունի, դրան մի տրվեք ձեր կյանքը, դրա մեջ մի փտրեք կյանքի իմաստ, Աստծո հետ հաշտությունա ձեզ պետք։ Եթե ոչ, այդ օրը հանկարծ կհասնի ձեր վրա, որովհետեւ որոգայթի պես կհասնի այն ամենքի վրա, որ բոլոր երկրի երեսի վրա բնակված են։ Եվ սա հիշում եք մեր նախորդ ձայնագրության մեջ մենք խոսեցինք երկրի երեսի վրա բնակվածների վրա կգա Աստծո բարկությունը։ Այդ ժամանակ եկեղեցին վերցված կլինի։ Նույն սկզբունքով ասում, որովհետև այն օրը հանկարծ կհասնեն նրանց վրա, որոնք տարվել են արբեցության, շատակերության, ապրուստի հոգսերով, եւ ասում են նրանց վրա կգա այդ բարկությունը, որովհետև որոգայթի պես կհասնեն։ Ինչպես առակա ժողովող գրքում ասեց, որոգայթի պես, ինչպես որոգայթի մեջ անգնում թրջունը, այնպես մի այդ ժամանակ եւ դիպվածը որոգայթին ման կընկնի այդ մարդու վրա։ Բայց սա արդեն տեսեք աստվածաբանական ընկալումով Քրիստոսի խոսքերի մեջ սա վերաբերվում է արդեն չափաշխարած վերստին չծնված մարդուն, Աստծո բարկության որդի լինող, Աստծո բարկության տակ դինող մարդու մասին։ Հիմա սրանից հետո քանի որ ինքը իր թղթերի իր ժողովող թղթի մյուս գլուխներում զարգացրել է իմաստության սկզբունքը, ցույց է տվել իմաստության առավելությունը, տեսեք, իմաստությունը իմաստուն լինելը կյանքի նպատակ չի կարող հանդիսանալ, բայց կարա կյանքում շատ երևույթներից ձեզ ազատի եւ ինքը հիմա մի փոքրիկ սկսում է գովաբանել իմաստությունը, ինչպես Արաքած գրքում ինքը մեզ տեղատալի իմաստության։
իմաստությունը անznավորում է, ասում է իմաստությունը իր սեղանը փռեց, կանչեց, ասեց եկեք, իմ հետ, այսինքն իմաստուն եղեք, ոչ թե հիմար։ Հիմա ինքն ասում է արեգակի տակին այս իմաստությունն էլ տեսա եւ նա ինձ համար մեծ էր եւ սա օգտակար էր ինձ համար, մեծ եղավ այդ իմաստությունը, այսինքն մի բան գտա, որ ավելի արժեքավոր էր, այդ ինչ գտավ, մի փոքր քաղաք եւ միջին քիչ ժողովուրդ եւ նրա վրա եկավ մի մեծ թագավոր եւ նրան պաշարեց եւ նրա դեմ մեծամեծ պաշարներ շինեց, այսինքն արդեն պիտի հաղթի եւ կործանի այդ քաղաք եւ մտնի գրավի, բայց դրանում մի աղքատ իմաստուն գտնվեց, մի աղքատ, տեսեք, փոքրացնում է անձին, բայց շեշտում է, որ նա իմաստուն էր, ինքը այսպես, այս ոճի մեջ մեծացնելու է իմաստության դերը, փոքրացնում է մարդուն, որպեսզի նրա մեջ եղած իմաստությունը մեծացնի, որտեղ իմաստությունով ինքը ազատելու է այդ մեծ պաշարված քաղաքը։ Բայց նրա մեջ մի աղքատ իմաստուն գտնվեցավ, նա իր իմաստությունով ազատեց քաղաքը, բայց ոչ մի մարդ չհիշեց այն աղքատ մարդին, այսինքն անձը վարվեց իմաստությունով, ինքը ցույց է տալի, ինքը սկսելու է զարգացնել իմաստության գովասանքը, իմաստությունն ավելի լավ է, քան թե հիմարությունը, բայց կարևոր սկզբունք է շեշտելու, ուշադիր նայեք, քանի որ մյուս գլուխներում ինքը արդեն իմաստությունը գովել է եւ ցույց է տվել տարբերությունը իմաստության եւ հիմարության, օրինակ ինքն այնտեղ ասում է իմաստունը ազատվում է այդ ծուղակ որոնող կնոջից, իսկ հիմարը ընկնում է այդ կնոջ ճանկերի մեջ, բռնում է ինչպես որոգայթը, հիմարը, իսկ իմաստությունը ազատում է, թույլ չի տալի, որ ինքը բռնվի այդ կնոջից, ճիշտ է տեսնում ամեն բան։ Հիմա նայեք, հիմա այստեղ նույնպես ինքը, քանի որ ցույց է, որ իմաստությունը նույնպես հաջողություն չի տալի, բայց թույլ չի տալի այդ միտքը մնա։ Հետևից սկսում է նույնպես զարգացնել, որ իմաստությունը ամեն դեպքում ավելի օգտակար է, քան թե հիմարությունը, բայց կյանքի նպատակ չի հանդիսանում։ Իմաստությունն առանց Աստծո այդ հաշտության զիբիլ է։ Հիմա տեսեք, մի փոքր եւ ասում է, բայց այդ աղքատին որևէ մեկը չհիշեց։ Ինքը գիտեք հիմա ինչ է ասում։ Ճիշտ է ասում է, այդ իմաստությունը այդ աղքատի անարգվեց, նրան չհիշեցին, չգովաբանեցին, բայց այդ իմաստությունը գործ արեց, ազատեց քաղաքը։ Այդ քաղաքը չկործանվեց, դա իմաստությունը արեց, այդ փոքր աղքատի։ Այսինքն ճիշտ է, նրան չհիշեցին, բայց ասում են նայեք, իմաստությունը գործ արեց։ Այսինքն իմաստությունը օգտակար բան է, ինքը սա է զարգացնում, բայց ինքը նաև ցույց է, որ իմաստությունը չի որ հաջողություն է տալի կյանքում։ Այսինքն իմաստությունը չի հանդիսանում կյանքի նպատակ, բայց իմաստությունը կարևոր բան է կյանքում վարվելը։ Հիմա ինչ է ասում մյուս համարը 16 եւ 17-ը նայեք, տեսեք։ Եվ ես ասեցի, իմաստությունը լավ է ուժից։ Դնեք համեմատականը։ Եվ ես ասեցի, այսինքն ասել բառը այստեղ եւ ես հասկացա եւ այսպես հրճակեցի, որ իմաստությունը, այսինքն իր այդ պրպտումների մեջ, որ իմաստությունը լավ է ուժից։ Ավելի լավ է իմաստուն լինես, քան թե իմաստուն չլինես, բայց շատ ուժ ունենաս։ Լավ է ուժից։ Թեև աղքատի իմաստությունը անարգված լինի, թեև աղքատի իմաստությունը չհիշեցին եւ նրա խոսքին չլսեցին, բայց այդ իմաստությունն էր, որ ազատեց այդ քաղաքը։ Հասկանում եք, որքանով էր որ իմաստունին տեղ չտվեցին, չհիշեցին, իմաստությունը չգովեցին, բայց իմաստությունը գործ արեց։ Այս մասին է խոսքը, եւ իմաստունների խոսքերը մեղմությամբ լսված լավ է, այսինքն իմաստուն խոսքը մեղմությամբ ասված, նույնիսկ ականջի փսփսած իմաստուն խորհուրդը ավելի լավ է, քան թե մի իշխան, ով ունի իշխանություն, եւ այդ հզոր ձանով աղաղակով ասում է՝ «Այ հիմարներ, ես ինչ եք անում»։ Դա ավելի քիչ օգուտ կտա նրա աղաղակը այդ իշխանի, քան թե իմաստունի ցածր ձայնով ասված իմաստուն խորհուրդը։ Տեսնում եք, եւ հետո ասում է, եւ իմաստությունը լավ է պատերազմական գործիքներից, բայց մեկ մեղավորը շատ բարիքներ կփչացնի, ինչի նկատի ունի։ Այո, իմաստությունը լավ է, շատ լավ է, բայց ասում է կա մի հատ վտանգ։ Դու կարող ես շատ իմաստուն վարվես, ինչ որտեղ կարծիք ձեռք բերես, ճիշտ կարծիք քո մասին բարձր, բայց մի փոքր խնդիրը, մի փոքր քո արած հիմարությունը, մեղավորությունը, այդ բոլորը կփչացնի, վարի կտա, կփչացնի այդ քո ամբողջ արածը։ Եվ անմիջապես 10-րդ գլխի առաջ համարում ասում եմ, մեռած ճանճերը գարշահոտ են անում, երացնում յուղագործի յուղը։ Այդ յուղը, որ այդքան ստացավ, ջանքով սպասեց, արեց, ստացավ, մի փոքր ճանճը ընկնում այդ յուղի մեջ եւ թթվեցնում է սաղ այդ արած գործը։ Այսինքն նույնպես իմաստությունը լավ է, բայց մի փոքր հիմարությունը քո այդ ամեն արածը վարի կտա։ Այս դրա մասին է խոսքը։ Այսինքն մենք հիմա ճիշտ հաշվի նստելով ժանրի հետ,
Տեսանք ինչի մասին է խոսում Սողոմոն, ինչ օրհնություններ է մեզ տալի։ Այո, կյանքի իմաստ չի հանդիսանում իմաստությունը, բայց իմաստությունը շատ օգտակար է վարվելու մեջ։ Առաքյալն ասում է իմաստությունով վարվեք։ Արդեն մենք այստեղից կարողանում ենք ճիշտ մեջբերում անել, իմաստությունով վարվեք, ինչպես զգուշներ, այսինքն ամեն բանի մի վստահեք, զգուշ եղեք, այդ ամեն բանի հետևում կարա ճիշտ թվա, բայց վերջում խնդիր լինի, ամեն բան քննեք Աստծո արժեքային համակարգով, խոսքի մտքով նորոգված լինելով տեսեք, նոր արեք դա։ Այսինքն ամեն դեպքում եւ ասում է մեռած ճանճերը գարշահոտ են անում երաստում յուղագործի, յուղը նույնպես այդ մի քիչ հիմարությունը ավելի ծանր է լինում իմաստունությունից եւ փառքից։ Մի փոքր հիմարությունը ավելի ծանր, ավելի մեծ բաներ կվնասի, կփչացնի, քան թե իմաստությունը ինչ որ մի բան կշինի։ Այսինքն, հիմա վերջի խոսքը նայեք։ Իմաստությունը, որը օգտակար է ինքը ցույց տալի, ասում այդ իմաստությունը իր արածով ավելի քիչ բան կանի, քան թե մի փոքր հիմարությունը ավելի շատ վնաս կտա։ Այստեղ ինքը նաև հակաթեզիս ա բերում։ Իմաստությունը շատ բան կանի, բայց մի փոքր հիմարությունը ավելի շատ բան կանի, ավելի շատ բան կփչացնի։ Նա շատ բան կշինի, իսկ սա ավելի փոքր հիմարությունը ավելի շատ բան կփչացնի։ Տերը ձեզ օրհնի փառքի համար, ամեն։ Մենք նայեցինք Ժողովող 9:12-ից 18-ը, ներառյալ նայենք վանադարձանք 10-րդ գլխի առաջի համարին, որտեղ մտքի զարգացումը դեռ շարունակվում է, բայց ամեն դեպքում խնդրում եմ ձեզ ուսումնասիրեք Աստվածաշունչը, ուսումնասիրեք Աստվածաշնչյան գրքերի հետ հաշվի նստեք, ժանրի հետ հաշվի նստեք, նոր Աստվածաշնչի խոսքը հռչակեք։ Տերը ձեզ օրհնի փառքի համար, ամեն։